Մեր հաջորդ կանգառը Հարավային Կորեայի Ինչոն օդանավակայանն է։ Եթե Սինգապուրի օդանավակայանը ապագայի օդանավակայան է, ապա Ինչոնինը մշակույթի եւ տեխնոլոգիաների գեղեցիկ համադրություն է։ Այն գտնվում է ծովի ափին, իսկ շենքի տանիքը ստեղծվել է կորեական ավանդական տաճարների ոճով, բայց ամենահետաքրքիրը ներսում է։ Այստեղ կարող ես ոչ միայն սպասել քո թռիչքին, այլ նաեւ գոլֆ խաղալ։ Պատկերացնում եք, այցելել կորեական մշակույթի թանգարան, զբոսնել ձմեռային այգում կամ պարզապես վայելել կենդանի համերգներ։ Իսկ եթե դու ինքնաթիռների սիրահար ես, անպայման բարձրացիր Air Star տերասան, այստեղից բացվում է ֆանտաստիկ տեսարան, հատկապես երեկոյան։ Մեր հաջորդ կանգառը Մալայզիայի Կուալալամպուր օդանավակայանն է։ Այն համարվում է Հարավային Ազիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը։ Բայց գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Այստեղ տերմինալներից մեկի ներսում կա իրական արևադարձային անտառ։ Այո, դու կարող ես սպասել քո թռիչքին ու մի քանի րոպե անց հայտնվել ջունգլիների մեջ։ Օդանավակայանը նախագծել է հայտնի ճապոնացի ճարտարապետ Կիշո Կուրակավային, որի գլխավոր գաղափարն էր ստեղծել մի շենք, որը ներդաշնակ կլինի բնության հետ։ 5-րդը մեր ցուցակի ամենաարտասովոր օդանավակայաններից մեկը Նոր Զելանդիայի Վելինգթոնի օդանավակայանն է։ Առաջին հայացքից սա սովորական օդանավակայան է թվում, բայց ներս մտնելուն պես հասկանում ես, որ այլ աշխարհում ես հայտնվել։ Օդանավակայանի կենտրոնում կախված է Մատանիների տիրակալ ֆիլմի ամենահայտնի հերոսներից մեկի Գոլումի հսկայական արձանը։ Եվ դա պատահական չէ, քանի որ Նոր Զելանդիայում է նկարահանվել Մատանիների տիրակալը, իսկ օդանավակայանը դարձել է այդ կինոաշխարհի մի մաս։